ախր այ հորը 10 մերն է։ Մեզ էլ էլի ձեր տալի, գնանք լավ կինո նայենք, գանք գովանք, սաղին թեգ անենք, շեյր անենք։ Ես սիրում եմ, որ տրիլերը գեշա լինում, էլի, սենց ասած մարդիկ գեշ են մահացած լինում, ոչ թե սենց սիրուն են մահացած լինում։ Դսեղի պավարոտը որ կա, այնտեղ Սամվելը մինչև այդ գնում այդ դսեղի պավարոտից նա կհանում, ա բերում էս գյուղի մոտ, ա դնում։ Ոնց որ մենք ինչ որ վատ բան ենք արել, սենց գնացել ենք ինչ որ վատ միտո բան ենք արել։ Հիմա ինչ որ հարցեր մենք ունենք, ինչ որ մարդիկ էլ հարցեր չեն ունենալու։ Դա լրիվ նորմալ է, ցանկացած ֆիլմ, ցանկացած ստեղծագործություն այդպես է։ Մարտին, Ռաչիա, բարև ձեզ։ հարգանքներս։ Ինչպես ես։ Կուզենայի ավելի լավ լինել, բայց լավ եմ ոբշի տենց թվում է թե ով չի ուզենա լավ լինի։ Ավելի լավ քան Ավելի լավ քան է, միշտ եմ ուզում խոսում արա։ ես։ Մեր ոդքասթի բանը, ֆորմատը փոխվել է, հիմա բան։ Լավ լինելու կյանքի խոսակցություններ են լինելու այլևս։ Կյանքի խոսք։ Բիտվա էքստրասենսը։ Okay։ Բայց չմոռանանք ինչ համար ենք Ես չէի մոռացել դու էիր։ Okay։ Ուրեմն կինոթատրոններում դուրս է եկել եւս մեկ հայկական ֆիլմ, Այո։ որը մենք նայեցինք, դիտեցինք, Բոշխնեցինք եւ այսօր պատրաստ ենք քննարկել։ Խոսքը գնում է թունելից 13 կիլոմետր այն կողմ։ հեռավորության վրա, Ռաչիա։ Հա, Այն հեռավորության վրա, էսի անընդհատ խառնում եմ։ Ինչքան կարելի է, հա։ Ինձ թվում է էլի եմ խառնելու։ Էլ բանի տեղ չենք դնի։ Հա, բայց հիմա կարևոր է ճիշտ ասել։ Այո, այո։ Թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա ֆիլմի մասին։ Փորձենք սինոպսիս հիմա գլխից եմ հանելու։ Ֆիլմը պատմում է Անի գլխից։ Այսօր Մարտինը շատ ջրի կաշտատը։ Լավ լրջացանք։ Դավայ։ Ֆիլմը պատմում է երիտասարդների մի խմբի մասին, ովքեր կուրսեցիներ են, եթե ճիշտ եմ ամեն ինչ հասկացել, եւ որոշում են գնալ քաղաքից դուրս կուրսով։ Ընթացքում իրենց մեքենան փչանում է եւ իրենք հայտնում են լուր ագարակ։ Շատ վատ բան է ուզում ասել։ Լավը չասի։ Հա, լավը չասեցի։ Իրենք հայտնում են լուր ագարակ գյուղում եւ իրենց հետ սկսում են ինչ որ տարօրինակ բաներ կատարվել։ Որոնք իրականում հեշտ տարօրինակ էլ չէին։ Շատ ստաբիլ, անհասկանալի է։ Այս գյուղում տարօրինակ բան չկա։ Փոքրոցի է։ Շատ ստաբիլ, անհասկանալի իրավիճակներ։ Հիմնված է Ռուբեն Եսայանի Համանուն վեպի, հա, երևի վեպա դա, կամ ստեղծագործության գրքի վրա, եւ Ռուբեն Եսայանն նաեւ հանդիսանում է այդ ֆիլմի սցենարիստը, եթե վերջի տիտրերը մեզ ճիշտ են հուշում։ Այո։ Ինչ կարծիք, ինչից ես ուզում Ինչի մասին կարծիք հայտնեմ։ Հայտնեմ կարծիք, որ ֆիլմի տևողությունն էր 2 ժամ 15 րոպե, ինչը տրիլերի համար շատ լավ տևողություն էր, այն ժամուկեսներից չէր, էլի, այն որ սենց ժամուկես արած, որ հետո լավ հարմար ինչ որ պլատֆորմայով գնա կամ TV-ով ցույց տան կամ ինչ որ հասկացավ ինչ եմ ասում։ 2 ժամ 15 են, որ լավ սենց դաբրոտնի տրիլերի բան ունի ինքը, էլի, քրոնոմետրաժ ունի, այսպես ասած։ Այդ գովելի է, բայց հիմա ինչ որ ես միշտ խոսում եմ տվյալների մասին եւ այլն, այս անգամ հարցը ավելի վատ է, քան նախորդ դեպքերում։ Նախորդ դեպքերում գոնե YouTube-ում գրված էր անձնակազմի մասին, այդ մարդկանց մասին, ով են, ինչ են, բայց այս ֆիլմը ունի IMDb էջ, որտեղ գրված է ռեժիսոր Գևորգ Շարամբեյան, ճանաչում ես։ Չէ։ Գրողներ Անահիտ Թադևոսյան եւ Ռուբեն Եսայան եւ դերասաններ Արթուր Դարփինյան, Սոշ Ջանիբեկյան, ու էլ դերասան չկա այս ֆիլմում։ Այնինչ 14 հատ կուրսեցիներ կան, չէ, 14 հատ չասեմ, 14 կուրսեցիներ կան, ովքեր գալիս են։ Ես զուտ իմ իմացածով, այնտեղ Լիլիթ Սարգսյանին ես գիտեմ, տենց իրան, Ավետ Զոհրաբյանին գիտեմ անուն ազգանունով, Դալիտա երգչուհուն գիտեմ թված թե ինքն էր, կարծես թե, ու այն դորսում էր ժամանակին աշխատում, այն կարմիր մազերով աղջիկը խուճուճ մազերով, ով ինքը չէր հանդիսանում այդ 14-ից մեկը։ Մնացածի մասին
ֆիլմի ոնց ասեմ հեղինակները տերերը այսպես ասած չէին զլացել ներկայացնել մի վայրում, որտեղ մենք կարող ենք կարդալ կամ կինոպոիսկում ֆիլմը չկա ընդհանրապես, YouTube-ում էլ գրած չէր, այտենց երևի պոստերի վրա պետք է նայենք, մի խոսքով, այդ տեսակի դժգոհություն ունեմ այս ֆիլմից, որովհետև մարդիկ ամեն դեպքում եկի աշխատել, նկարվել են եւ այլն եւ այլն եւ այլն։ Այստեղ հարց։ Այո։ Այս այդիկ ասում նարնստի էլ է։ Իմ վրա չի ազդում իրականում։ Էսի կանք։ Էսի շատ լավն է։ Ահա։ Այստեղ հարց։ Այո։ Այս նախորդ ես ուղակի չեմ Այսօրվա մեր հյուրը մնացած հյուրերին նման չի։ Այսօր մենք մեր շատ լավ ընկեր ազգանը տասենք թե չէ։ Նարեկի հետենք ով մեր մյուս ընկերներով նայենք ազգանանում մասին է խոսքը։ Այո, ես իրան Նարո գիտեմ որպես։ Հա, դե Նարո։ Մի մոմենտ դաժե չէի կենտրոնացել որ Նարեկա է։ Նարե անունը։ Այո։ Կներես։ Էսի public-ա գնալու, okay, yes։ Ես մեկ ասել Okay։ Հա, ինքը այսօր եկել է մեզ օգնելու։ Այո, օժանդակելու։ Ինչի վրա կանգառանք։ Ասիր էստեղից մի հատ հարց ունեմ։ Քանի որ ես տենց նախորդ ֆիլմերը կոպիտ ասած չեմ Google-ել ու այդ քո որ դու սովաբար անում ես տախտկալի աշխատանքը այդ աշխատանքը չեմ կատարել, մոտս հետեւյալ հարցը կա, այս վերջին ֆիլմերը որ քննարկեցինք, ասենք Զոնտիկը օրինակ, ինքը IMDb էջում էր, թե չէ։ Ին հիշելով ինքը չկար IMDb-ում, բայց հացաբը YouTube-յան է իրանց էջում։ Հա, դա ամբողջը գրած էր, այստեղ ես ոչ մոնտաժանողին իմացա ով էր, ոչ օպերատորին իմացանք ով էր, մենք երբ ֆիլմը ավարտվեց կինոթատրոնում փորձում էինք նկարել այդ տիտրերը, որովհետև ունեի այդ զգացողությունը, որ չի լինելու, բայց այդ ժամանակ մարդիկ սկսեցին ոտքի կանգնել, փագեցին մեր դեմը եւ այլն։ Հազիվ մի երկու բան եմ նկարել, որը մենակ սցենարիստ, ռեժիսոր, դերասանների անունները չէր գրվում դաժե։ Սենց ցուցակով գրվեց ուղակի արդեն այդտեղով մարդիկ էին։ Այն ժամանակ, երբ արդեն Ռուբեն Եսայանի անունը 3 անգամ գրվել էր, ռեժիսորի անունն էր գրվել ու նոր դերասանների անունները։ Այսպիսի մի հարց, երբ ֆիլմը ավարտվում է եւ տիտրերը բարձրանում, սովորաբար այստեղ առաջինը գրվում է դերասանների անունները։ Ռեժիսորինը չի։ Հա, չէ, քաստնա գրվում, մեծամասամբ կան դեպքեր, որ second unit բանտենց բաներով է սկսում, բայց հիմնականում հենց քաստով է գնում։ Հա, իհարկե միգուցե եթե ամերիկյան ֆիլմերի էլ գրողը եւ սցենարիստ եւ պրոդյուսերը լիներ Ռուբեն Եսայանը, միգուցե այնտեղ էլ միշտ առաջին իր անունը գրվեր, հետո մնացած ամեն ինչը, այսպես ասած։ Լավ, հիմա ուրիշ հարց, իսկ ինչի հայկական ֆիլմերը չեն նու այդ թվում է թե պիտի ուղակի գրանցվես, գուցե ինչ որ վճար մոծես։ Շատ հեշտ գործ է, ես իմ ֆիլմերը ոնց որ գրանցել եմ, շատ հեշտ աշխատանք է, դաժե ես որ իսկ դերասանը պիտի IMDb պրոֆիլ ունենա իր դերերով։ Դու հանգիստ սարքում ես, գրում ես, եթե ինքը ինչ որ ֆիլմում եղել է, դու հասկանում ես, որ ինքն է ինքը չի, իրան կապ լինք ես անում դրան, ինքը հասկանում է, որ այսինքն ուղղակի ինչ որ աշխատանք է, որը պիտի ինչ որ աշխատանք է, 2 րոպեանոց աշխատանք է ամեն մեկը, ուղղակի դե ինձ թվում է անցած ֆիլմի ժամանակ էլ ենք սա խոսացել, Զոնտիկի ժամանակ էր ինձ թվում է։ Հա, չէ, խոսացել ենք, լավ տեղի խոսացել ենք, այն որ ասի հիշում ես, որ ասում էի դերասանը, ես ասում եմ քիչ ես անում, ասում է համադայությունը թողեմ գնամ այդ անեմ։ Այդ հիշեցի որ այդ ասի։ Մի խոսքով, այդպիսի բան, սկսենք ֆիլմի սկզբից, հա, երևի թե։ Սկսենք։ Ոնց սկսենք։ Դարի փորձեմ պատմությունը։ Դավայ։ Չգիտեմ ինչքան կստացվի, բայց արի փորձենք հենց այս պատմությունը վերականգնելով գնանք առաջ։ Այն ֆիլմի սկիզբն է նստում են այդ մեքենան, շարժվում են, որ պիտի գնան դսեղ։ Ուրեմն առաջի սցենան երբ իրանք շփվում են, նախ արի ամենասկզբից։ Ես էդի գրել եմ մոտես, հա։ Ամենասկզբից սկսենք։ Ես հենց նոթ եմ գրել, կինոն նայելու ընթացքում դե նոթեր են գանում, որ չմոռանանք։ Ու հենց նոթը տառացիորեն ասում եմ։ Կինոն չսկսած product placement-ն է սկսվում։ Մի անգամից այնտեղ ինչ էր, Գալֆի ռեկլամ էր, ջերմուկի ռեկլամ էր։ Գալֆ, ջերմուկ, հետո Converse-ի NFC-ով վճարում են, որում այդտեղ ունենք կամեո Ռուբեն Եսայանի, ինքը Գալֆի աշխատողի դերներ, հա, այդ բան խա։ Ու ընդ որում անհասկանալի շատ երկար իրա վրա մնաց կադրը։ Հետո էլ երկար նայեց մեքենայի ետևից։ Հա, շատ ինչ որ հեչ կամեոյի ոնց որ գիտեր ուր են գնում այս մարդիկ, դուք հաստատ վարի եք գնալու ասում։ Դե ինքը գիտեր, հա, ինքը գիտեր։
այստեղ նշենք, որ այն ժամանակ մենք մոռացանք նշել, որ կրկին փորձերի պարագայում էլ այդ ռեկլամը որ կար, ինքը ֆիլմի սկզբում էր, լրիվ նույն սկզբունքով էր, ֆիլմի սկզբում ամբողջ product placement-ը արվեց, այս հիմա 13 կիլոմետր ֆիլմի մասն է խոսքը, product placement-ը արեց, այլ դրան չարադարձան, մեկ էլ մի սցենայում արադարձան, որի մասին հիմա ուզում եմ խոսեմ, այդ որ իրան գնում են ու ճանապարհին այդ խարույկի մոտ նստած, ինչ որ շփվում են եւ այլն այդտեղ էլ մի հատ ինչ-որ application-ի product placement էր, որը նույնիսկ չկարողացա ֆիքսել, որը բնակարան գնելու, նու դա սյուժեի հետ էլ կապ ուներ, որ ցույց են տալիս երկուսը միասին են եւ այլն։ Այսինքն մեծ մարդիկ են ամուսնանալու վրա, այսպես ասած։ Նու Հայաստանի բարագայում հեչ պարտադիր չի մեծ մարդ։ Դե ուզում եմ ասեմ, երեխաներ չեն, այսպես ասած։ Հա, ամեն դեպքում երեխաներ չեն, հստակ գուցե բարձր կուրսերի ուսանողներ, ու այդտեղից մի հատ հարց հենց ամենասկզբից մոտս առաջացավ, քաղաքից դուրս են գնում, դեռ երկար թվում է թե ճանապարհ պիտի գնան, նստել են մութը ընկելա խարույկի մոտ։ Քանի անգամ ենք, չգիտեմ, քանի անգամ ես դու քաղաքից դուրս գնալու, ինչքան է ուզենաս խարույկը։ Մի հատ իջել եմ ճանապարհին կանգնե, խարույկ արե, գիշեր է եկել հասա, պրիտոմ դենց կադրից հստակ, դենց լավ գիշեր է, էլի, նես չի։ Այն վիճակներ, որ թվում է այստեղ են որոշել մնալ։ Հա, ես նույնիսկ մտածում եմ հյուրանոցը որտեղ իրակ պիտի մնան, ասենք կողքն է, ոնց որ գնաց է, հասել են դուս են եկել խարույկ։ Չէ, բացարձակապես այդպես չէր, այնտեղ ինչ-որ մեկ ասում է, վա երեխեք մութը ընկավ գնանք ու տենց անդադ ֆիլմում տեղի ունեմ, էլի, որ անհասկանալի ինչ գործ ունեք դուրսը այդ ժամին, սա ոչ թե կոնսերվատիվ տեսանկյունից, այլ եթե գնացել ես քաղաքից դուրս, գնացել ես քաղաքից դուրս, էլի։ Գնանք, գնում են ու տեսնում են մեքենայով շարժվում են, տեսնում են դսեղի պավարոտը, մտնում են ու ես մի անգամից այդտեղ ասացի, որ էսի դսեղում շատ մանեկած անձնավորություն։ Ես դսեղում շատ եմ եղել, ուրեմն մի անգամից ասացի, էսի դսեղի պարոտը չի, այսինքն էսի դսեղ տանող ճանապարհը չի ըստ կադրի էլի ամեն դեպքում, դե բայց այդտեղ են մեր միշտ այդ ոնց ենք ասում, պաբլաշկեն ենք անում, որ կինոն հեչ պարտադիր չի, իրական բան է, հա։ Ու մեքենան փչանում է։ Ինչ որ էլեկտրականության հետ առաջանում ֆիլմի հետ, մեքենայի հետ, այստեղ մի շատ պուճուր հետ գնամ, ֆիլմը գրված էր, որ մինչև 15 տարեկանների համար է, 15-ից մեծ 15-ից մեծ, այսինքն տենց էլի, այսպիսի մի բան եմ ուզում հասկանամ, ես ուսումնասիրեցի, որտեղ ես գիտեմ, որ հիմնականում ինչ որ ես նայել եմ, մեկը 13-ն է, մեկը PG-ն է, մեկը R-ն է, 17+-ն է կամ 10, տենց 15 չկա, բայց 15 կա UK-ում։ Okay։ Հիմա ուզում եմ հասկանամ, արդյոք ֆիլմի հեղինակները UK-յան բանը միացյալ թագավորության ծնող այդ բանը տարիքային բանն էին ուսումնասիրել, որ 15 էին դրել, թե ուղղակի տենց որոշել էին, որ 15 դնեն։ Կարելի է ուսումնասիրել, կարող է Հայաստանում կներեք, կարող է Հայաստանում օրենքով ադապտացված է ու 15-ը մեջը կա։ Չգիտեմ։ Ու գուցե օրինակ UK-ից ադապտացված է։ Այդ մի տեսակ տենց կասկածելով այդ հարցին եմ բան արել։ Կամ օրինակ կարող է Ռուսաստանում էլ կա, ու օրինակ Ռուսաստան։ Դες էդի ես ինչքան գիտեմ, հենց օրենքեր չեն ընդունվել, որ մեր մոտ պիտի ցույց տան, թե որ տարիքային խմբի համար է, այս կամ այն։ Դե մի խոսքով ուզում ասեմ, որ նմանատիպ բան կար, հա, ու մի շատ հետաքրքիր բան էլ մինչև քանի որ դու սկսեցիր խոսալ ու ես չհասցրեցի բան ասել, գրվեց ֆիլմի վերնագիրը ու ոնց որ բանը թունելից 13 կիլոմետր հեռավորության վրա ու տակը Ռուբեն Եսայանի համանուն վեպի հիման վրա։ Ամենասկզբից դա։ Ախր հասկացանք։ Այստեղ հարցը նրանումն է, որ երբ որ ֆիլմի վերնագիրը գրվում է, համենայն դեպս 21-րդ դարում չի լինում, որ գրվի ֆիլմի վերնագիրը ու գրվի թե ում վեպի համանուն վեպի հիման վրա է։ Այդ ֆիլմն է։ Ժողովուրդ ջան, այդ ֆիլմն է։ Հետագայում կգրեք սցենարի հեղինակ կամ եւ հենց ֆիլմի վերնագիրը գրվելու վրա, դա արդեն ֆիլմ չի դարձնում, դա արդեն չես հասկանում ինչ է կատարվում, այսպես ասած, ես չեմ հասկանում ինչ է այստեղ կատարվում։ Այ էդ էր։ Հիմա հասանք սյուժեին, նրանց մեքենան մնաց, չէ՞։ Ինչ որ մարդ եկավ, ում խաղում էր Արթուր Դարփինյանը, Avengers-ներում խաղացած անձնավորություն, ով ասում է ստուգում է մեքենան, ասում է շատ վատ է, այստեղ մի քիչ արագ անցնենք, ինձ թվում է, ասում է ոբշեն պետք է գնանք մեր գյուղ, թունելով գնում են գյուղ, հա, ու չէ, բայց ըստ ես չեմ ուզում արագ անցնել այդ գնալու պահի հետ կապված։ Իմ կարծիքով գնում են դե քաղաքից դուրս են լրվել են մեքենայից, մարդը ասում է չեմ կարող համ գնամ, համ գամ ու
ոչ մեկի մոտ առաջարկ կամ հարց չի առաջանում, կարող է ավտոյի մեջ մնան կամ մեքենան այտենց թողում են, եսի մուր են գնում, այստեղ են էլ ֆիլմի սկզբում այդ ով վարորդն է, ասում է Ալեքսը, Ալեքսը, ասում է պապան ինձ կսպանի, չգիտեմ ինչ իրա, ու տենց ավտոն բրախում է կներեք հայրենս ու գնում է չոլի մեջտեղում այսպես ասած, ճանապարհի ու բարձվում է բավականին հեռու իրանց գնալու տեղից, այնպես չէ էլի 1 կիլոմետր 2 կիլոմետրի վրա է, անց լավ հեռու էլի։ Ոնց է ֆիլմի անունը ասում են, ասում թունելից 13 կիլոմետր հեռավոր։ Էդի հələ իրանք դաժե փաստորեն պետքա մի հատ թունելը դուրս գան, 13 կիլոմետր գնան, իսկ իրանց մեքենան դեռ թունելից է լավ հեռու։ Էնպես վայ այտենց անտեր այդ մեքենան թողնում ու գնում են տենց Ford Transit մեքենա, իմ մոտ հարց առաջացավ թե ով է Ford Transit եմ հիշում ես, ով է այտենց մեքենայով այս դարի երեխեքը գնում դուրս, հատկապես այդ կուրսի քշող Այտենց ջահել տղա գիտես որ Ford Transit-ը քշում։ Կուրսի դաս եմ տվել, որտեղ կարվա ով քշում էր ու իրանք իրա մեքենայով եղել է որ քաղաքից դուրս են։ Հիանա, ուրեմն իրանք էին։ Ահա, ու գնում հայտնվում են մի գյուղում ու տենց գիշերում են տենց։ Հիմա ոնց անենք։ Դե շարունակի, դու էլ սյուժեն հետ էս շարունակի, տենց փորձենք սենց իրար նրանք գալիս մնում են մի տան մեջ, որտեղ էս մարդն ասում է Զաբրոշնի տուն է, եկեք ստեղ մնացեք, թե է բերում որ բոլորը խմեն, այստեղ էս ճիշտ է, հրաչին տեսակետ ասեցի, բայց ինքը բանի տեղ չդրեց, ասեց տիպը թե օքեյ էր, բերում եւ նրանց առաջարկում են Նիրհուկ անունով դեղ եմ ասում, թեյ, Նիրհուկ անունով թեյ, չգիտեմ, այսինքն երբ որ ես գնամ միտեղ ու ինքը ասեց որ կխմեր, ինձ ասեն ես Նիրհուկը վերցրա խմի, ես կասեի կներեք ես Նիրհուկ չեմ խմի, որովհետև բառից թվում է թե ես ինչ որ շատ երկար քնելու եմ այդ որ խմեմ ու թվում է թե այսինքն արդեն բանը առաջանում թե մեզ խեք Նիրհուկ տալիս մեր պրոստը չայ տվեք խմենք այսպես ասած։ Դե լավ, նայ իմ դիտակետը այդ նկատողության շուրջ Այնա որ ոնց որ դե գյուղերում միշտ ինչ որ տեղական խոտաբույսերով են թեյը խմում ու որ խոտաբույսի ենթադրաբար համարյա բոլոր խոտաբույսերը հանգստացնող են ու որ ինչ որ հանգստացնող խոտաբույսի անունը դրվել է Նիրհուկ երևի օքեյ է էլի Դե կարային չասեին ինձ թվում է Դե կարային ես տենց եմ բանանում էլի բայց ես ավելի գլոբալ հարց ունեմ Ահա գլոբալ հարցերի համար ենք հավաքվել Գնացել ենք գյուղ ահա ինչ որ գյուղի մարդ ով մեզ ուզեցել է օգնի բան Մեզ առաջարկում է թեյ մնացեք թեյ խմենք քնենք, այ ոչ թե առաջարկում է մի հատ արախ խմենք, մի հատ հաց ուտենք, մի հատ խորոված, այդքանի գյուղ եք Հայաստան գնացել, որ այտենց գիշերով պետք է մնաք ու ձեզ չեն եկե արախ չեն առաջարկել, էլի կամ ուսանող եք երեխա չեք։ Կամ այտեի քաշած գինի կամ այդ էլ է կստացի։ Ֆիլմում ուրեմն էլի ես չեմ պատկերացնում ուսանողություն, ով գնում է քաղաքից դուրս ու հետը չի տամ ալկոհոլ չունի, հա։ Բացարձակապես չէ, ես տենց Հանգստի երբևէ չեմ եղել։ Թվաց թե ընդհանրապես վերշեր էլ չունեին։ Հա, իդեպ։ Ճիշտ է, լավ է, չէի նկատել։ Չեմ ֆիքսել որ վերշ կար իրանց հետ։ Այտենց։ Ու տենց քնում են ու հաջորդ առավոտն էլի բան ունես ասելու այդ երեկոյան վերաբերալ։ Խմել հետը գնացել են քաղաքից ու հաստատ պետք է խմել։ Շատ նման էր տայնե վեչերիայի նստած դիրքերի իրանց որ նստած էին, բայց դա հետաքրքիր է, որտեղ հետագայում էլ հենց տայնե վեչերիայի նկարը հայտնվեց պատի վրա, ինչը բավականին ներավ էր, տենց հետաքրքիր էր նայվում։ Հաջորդ օրը ֆիլմում հայտնվեց Սոս Ջանիբեկյանը, շատ հետաքրքիր ձևի հայտնվեց։ Ես մոռացել էի, որ ինքը ֆիլմում կա, տենց պայտակ դե պոստերի վրա իր ինքն է, բայց տենց եկավ հետաքրքիր հայտնվելը, տենց խոսած որ այդ տանը մարդ չկա, ինչ որ տան, որտեղ այնտեղ երեխաներից ուսանողներից մեկը տան մեջ ինչ որ մեկին տեսավ, բայց պարզվեց որ այդտեղ մարդ չի ապրում։ Ահա, հիմա ինչ անենք, արդեն ասենք թե ինչ տեղի ունեցավ հաջորդ օրը, ոչ մեկ չմահացավ, չէ։ Քեզ ինչ եղավ ախպերս։ Ինչ որ մեկը վատացել էր, բայց բան չեղավ։ Եթե միջև հիմա չէիք հասկացել, սյուժեն միայն սպոյլերների մասին է։ Հա, ես դաժե ուզում եի ասեի ամենասկզբից սպոյլեր։ Գնացեք նայեք, հաստատ նայելու եք, գիտենք, գնացեք բոլորդ նայեք այս ֆիլմը, նոր եկեք այս վիդեոն նայեք։ 14 ուսանող եք, գնում եք ինչ որ գյուղ անհայտ, որը փաստորեն ունի մի հատ ելք թունելի քանդվել ասիր։ Հա, առավոտա գալիս, բարձվում է թունելը քանդվել է, ու այդ գյուղից ոչ մի ճանապարհ չկա, այլևս հեղինակը փորձում է աշխարհի բոլոր բացատրելի ու անբացատրելի ամեն ինչով բանով ասած փորձում է ասել, որ ոբշեմ այստեղից դուրս գալ հնարավոր չէ։ Ժայռի վրա են, հա, ժայռը ուր գնաք։ Մենք այդ ընդհանուր մեծ կադրը այդպես էլ չտեսանք, թե ոնց է լինում, որ ժայռի վրա է։ Գյուղը շատ փոքր է։
իբր, շատ փոքր է, բայց ընդհանուր կադրերից բավականին մեծ գյուղ էր ու միշտ երկու լույս էր վառվում, մի հատ այդ տանը, մի հատ այն տանը, որտեղ Դե դա եւ իբրծմեն ցույց տան, որ էլի սյուժեով ասում է, որ 100 հոգի էին, այսինքն դեպ կարևոր բանը։ 100 հոգի էին, հիմա 17 հոգի են։ Հիմա 10 քանի հոգի էր մնացել։ Ինչ էի ասում միտքս, հա, ու հաջորդ հարավոցյան, երբ որ արդեն պարզվում է, որ տենց վիճակը, այսի պատմում է, որ էլի ա եղել, տենց ինչքան են քանդել, 2 ամիս քանդել են, որ այդ բացվի այդ թունելը, այս երեխաները կուրսեցիները խառնվում են իրար, տղեկի մի մասը գնում է քանդելու, տես բան, բայց հիմա ուրիշ բան եմ ասում։ Դուք 14 մարդկանցով հայտնվում եք մի գյուղում, ման եք գալիս գյուղում ու գտնում եք 13 հատ նոր փորած փոս։ Էս ինչեր են երեխեք, Գերեզմաններ։ բայց ինչ են իսկան փոսփորել։ 13 հատ նոր փորած փոս։ Հետաքրքիր է, ինչ որ հարց չի առաջանում տեսնե, այնտեղ իրաց մոտ ինչ որ հումորային բան է առաջանում։ Այս աշկիս մեր, բայց մենք 14 հոգի ենք։ Գյուղում կա ընդամենը 17 հոգի ու 13 հատ նոր փորած փոս։ Հայտ սիրելի հեղինակներ, ասում եմ, ոնց էս մարդկանց մոտ ու պարզվում այնտեղ են մի աղջիկը շատ լավ էլ խելացի է, այն մեկը բավականին լավ է սովորում, քո մոտ հարց չի առաջանում, թե Էս ինչ 13 փոսա նոր փորած, ովքեր են այս 13 փոսը փորել մեր գալուց անմիջապես առաջ։ Դա բավականին հետաքրքիր է ու հումորներ են անում դրա մասին ու տենց արդեն մանրից սկսում են այս ուսանողը արդեն ասել, հա, մեկը սենց է մահանում, մյուսին սպանում են, հենց մեկին թունավորում են։ Չգիտեմ, ոնց բան անենք, ոնց անենք, որ մի քիչ սիրուն լինի։ Իրականում այսպես մի միտք արտահայտենք, այսպես մենք ֆիլմը գնացել էինք շատ մեծ հույսով, չէ, գնացել էինք, որ այս ֆիլմը կնայենք, դուրներս կգա, որտեվ լուրջ հեղինակ ագրողը, այո, անձամբ ես ու հենց իրոք են հույսով էի, որ գնանք, ոնց որ Մեզ էլ էլի ձեր տալի, գնանք լավ կինո նայենք, գանք գովանք, սաղին թեգ անենք, շեյր անենք, ոնց որ մեր էս հիմիկվա բռնած գործին, որը դուք հուսանք նայում եք ու արդեն լայքել եք։ Մեր իսկ գործին դա կօգնի, այտենց հա կառիսնի բան եմ ասում, բայց փաստացի ու մենք իրոք, ես ամեն դեպքում գնացել եմ այն հույսով, որ լավ կինո կլինի, դե խոստում լանց է, տրեյլերը հետաքրքիր էր, անվանումը դուրս իրոք շատ է գալիս, հա, դերասանները դե как minimum Սոսնու Արմեն Դարփինյանը, Արթուր Դարփինյանը, էլի ոնց ասեմ, հայերեն չի եմ, ոնց է պրիտպասիլկեքը մի խոսքով, կային, որ պիտի լավ բան լինի, մենք իրոք այդ հույսով գնացել ենք ու ես սենց ամեն հաջորդ սցենային ես ուղակի ջղայնանում էի, ուղակի սենց մանավանդ, հա, հիմա բանը, ասենք չի եմ, ես իմ ուսանողական տարիներին Նարեկը չի տա խապել, լիքը տենց քաղաքից դուրս են գնացել, են կարել ու ոչ մի իրանց սիտուացիա ընդհանրապես ես relate չեմ կարողացել ինձ պատկերացնեմ այդ սիտուացիայում, որովհետև թվում է թե երբ ուսանողները քաղաքից դուրս են գնում, այդ մթնոլորտ է, տան սավսեմ ուրիշ է, էլի, չգիտեմ։ Բայց մենք հա հույս ունենք, որ շատ լավ ֆիլմ ու այսպես ասեմ, նու իսկ արդեն հասկացաք, որ ֆիլմը ավարտվել էր, մենք շատ տխուր ու սենց դժգոհ էինք դուրս եկել, տխուր ավելի շատ, ոչ թե դժգոհ, նենց տխուր էինք դուրս եկել, ոնց որ մենք ինչ որ վատ բան ենք արել, սենց գնացել ենք ինչ որ վատ միտո բան ենք արել, այդ էս տխուր եմ, որ սենց ուզում էինք սենց երևի այն մեր ֆիլմերի ժամանակ եմ ասել, որ գնում եմ հայկական կինո նայելու, ուզում եմ որ այս մեկը դաժե սենց տխուր եմ ես դուրս եկել, որովհետև ես ուզում էի որ տպավորվեի այս ֆիլմով, գոնե այնքանով ինչքանով հնարավոր է, որովհետև սա իմ սիրած ժանրն է իրականում, տրիլերը իմ սիրած ժանրն է, այսինքն հա, ես տրիլեր շատ եմ սիրում, բայց տրիլեր լավ ֆիլմերը շատ քիչ են աշխարհում, ինչը եւ ոնց որ sense բան անում որ ավելի շատ լավ տրիլերներ լինեն sense ասեմ 10 հատ լավ տրիլեր կարելի ասել հատկապես այս սյուժեով որտեղ մարդիկ գնում են կորում են sense ասեմ աշխարհում ընդհանրապես այս սյուժեով այս կոնցեպտով լավ ֆիլմեր գրեթե չկան այսինքն որ գնում են ինչ որ միտեղ փակվում են դուրս չեն կարող գան եւ այլն դա են բան սյուժեներից է էլի ու սա էլ գրքի հիման վրա է բարձվում է մի քիչ խոսանք հենց այս ֆիլմի յունիվերսից, այսպես ասած, ինչ դիրքերում էին, ովքեր գտնվում եւ այլն, փաստորեն այդ թունելը, որը քանդվել էր, ինքը այսինքն 3 ժամ պետքա քայլեին, հասնեին 13 կիլոմետր 3 ժամ մի քիչ Հա, հաշվեցինք, հեսա հաշվեմ։ Ինչքան է գալիս։ Ես 1 կիլոմետրը անցնում եմ 10 րոպեում, այսինքն 13 կիլոմետրը ժամ 30։ Հա, ասում եմ մի 3 ժամ պետքա քայլենք մինչև թունելը
Դե ոբշեմ։ Դե ենթարին գյուղի ճանապարհ, դիքերա բանը, ոբշեմ ճամփա չկա։ 3 ժամ, չգիտեմ, էլի, մենք որ գնում ենք քայլել ֆրֆրալու, դաժե ես որ քայլելուց այդքան էլ լավ չեմ, թվում է թե 3 ժամում չէի քայլի 13 կիլոմետրը, տենց ասֆալտով թե դիքերով։ Այ չգիտեմ, բայց այնտեղ դիքեր չէին երևում, ասով ճամփից նորմալ է ճանապարհ էր։ Հա, այդ ինչ հերո թունել է, այդ տենց թող լինի։ Ես կցանկանայի մի հատ ընդհանուր մեծ կադր տեսնել այս ֆիլմից, որտեղ sense հերվիցից AI-ի հարցով է կարային լուծեին։ Մանավանդ AI-ը ինձ թվում է օգտագործել։ Հա, որ պահում։ Այն որ ջահել վախտերն են ցույց տալիս, ես այդ վախտել քեզ ասեցի, որ այս AI-ը։ Այսինքն մի հատ փորձեին ցույց տալ այս գյուղը ուրա, այս թունելը որտեղ է, հետաքրքիր կլիներ բավականին, ինչը չէր արած, որտեղ չէին ցանկացել, այսպես ասած, թունելի ընդհանուր կադրն էլ sense գնալով են որ փորում էին, փաստորեն իրենք փորում էին 10, ասես մի 15 օր էլ կփորենք, կեսն ենք փորել, բայց եթե 15 օրում դու ինչ որ կես ես փորում թունելի, այդ թունելը ինքը ավելի խորը պետքա լինի, թե ավելի դե լավ, ինչ չեմ հասկանում, ասենք հիմա կարողասախ քարեր ա լցվել թափը կամ ասեց որ շատ հեշտ քանդվող քար է, այն մի պերսոնաժը ասեց շատ հեշտ է ջարդվում։ Նո, ամեն դեպքում էդի տենց ինձ թվում է մեկա դժվար է գնահատել։ Հա, նո միգուցե, հա, էդի չենք տենց մի խոսքով ես ավելի շատ այդ թունելի տեսքն եք ուզենայի տեսնել, որովհետեւ ի վերջո ֆիլմ ես նայում, չէ՞ ոչ թե գիրք ես կարդում, ֆիլմ ես նայում։ Ֆիլմի բան Զագլավնի պերսոնաժը հենց թունելն է, որտեղ հենց ուզում ես այդ թունելի մի հատ sense իրան լրիվ հասկանաս, էլի, այսպես ասած, այդ տենց Հիմա մի էսպիսի հարց, արդեն սպոյլերային բանով այդ հիվանդությունից խոսենք, թե չխոսեցինք։ Մի հատ աղջնակ է հայտնվում սյուժե ֆիլմում, որը հա, մի հատ աղջնակ է հայտնվում ֆիլմում, հենց երկրորդ Նարեն։ Նարեն եմ իսկ դու։ Ես Արամն եմ։ Ով ծանոթանում է սրանց հետ, հետո այդ Սամվելը հոր կերպա հետո իրանց բերել է գալիս է, վերցնում է ու արագ փախնում է, տանում է տուն, ինչը արդեն բան էր։ Տամատուն հետո պարզվում է ինչ։ Ցերեկով չի սիրում, որ ինքը հա, ու ջղայնանում է, հա, ջղայնանում է ու չի թողնում ցերեկով այդ աղջիկը դուրս գա տնից։ Ու ինչա պարզվում, որ այդ աղջկա մայրը տառապում է շատ հազվադեպ պորֆիրիա հիվանդությամբ, հուսանք անունը ճիշտ ենք ֆիքսել, պորֆիրիա հիվանդությամբ, որը հենց յազվաներ է արևի տակ հայտնվելուց լինում, ու այդ աղջկա կամ հայրը կամ պապը արդեն չեմ հիշում, այսինքն այդ մոր կերպարի երևի հայրն էր։ Ուրեմն այդ բոլոր քանի որ դա սովորաբար գենետիկ է ու ժառանգական փոխանցող նասլեստվենի հիվանդությունն է այդ հայրը հիմնում է այդ գյուղը որտեղ որ բերում է տարբեր մարդկանց ովքեր հիվանդ են եւ այդ Նարեի պապն է всё-таки ովքեր որ հիվանդ էին պորֆիրիայով ու դրա համար հենց որ ասեցինք ու ֆիլմում ասվեց 100 հոգի այդ հենց այդ 100 հոգին է ում գտել են բերել այդ գյուղը հիմնել են Լուրագարակում ժամանակին ապրում էր մոտ 100 հոգի, բայց հիմա շատ քիչ են մնացել։ Ու հետո այդ Սամվելը, ով Նարեի պապան է, սիրահարվում է այդ աղջկան, ում հայրը գյուղն է սարքել եւ այլն, ու փորձում է ու տենց obsessed է դառնում, փորձում է այդ հիվանդության բուժումը գտնել։ Այ հա ու պարզվում է որ արդեն բոլորը մահանում են այդ հիմա ով որ այդ գյուղում ապրում է իրանք բոլորը ազգականներ են կարելի ասել կամ իրար ինչ-որ տեսնել իրանք բոլորը փորձում են ինչ-որ ձև պորֆիրիայի բուժումը գտնել որոնց մեջ է նաև Սոս Ջանիբեկյանը ով նույնպես ու եղբայր ունի ում բոլորը ինչ-որ sense խառը անձնավորություն են համարում Պետք է գիտես ինչ երջանիկ որ դու մամային ես նման համ պապային Մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեմ, երբ որ գնում են թունելը փորելու, Սոս Ջանիբեկյանի պերսոնաժը նստած Գրիգոր Նարեկացի է կարդում։ Ես փորձել եմ սրան բացատրություն գտնել։ Ինչի է ինքը կարդում բանը, Նարեկն է հենց կարդում իմ հասկանալով, այսինքն իրանք այն մետաֆորան է հեղինակը փորձել ստանալ, որ բոլորը աշխարհիկ կյանքից հեռացել են ու ճգնավորներ են, տանջվում են, փորձում են այդ հիվանդության բուժումը գտնել, փակվել են այդ գյուղում եւ այլն, այսինքն արդյոք դա է բացատրություն այս ամեն ինչի, թե չէ այս Հետաքրքիր բան է սա։ Հա, այդ բացատրությունն եմ գտնում, որովհետև այնրանք բանն են փորում, այդ թունելն են փորում, որ գնան, իսկ ինքը նստած Նարեկ է կարդում։ Առաջին հայացքից շատ տարօրինակ է թվում։ Հիմա ուզում հասկանամ, արդյոք այդ էր մտահղացումը, էլի, այդ որ իրանք աշխարհի կյանքից ուրիշ բացատրություն, որովհետև չեմ գտնում, որովհետև հետո այդ Նարեկը հանում ջեբն է դնում, սենց գնում իր
Մտենց։ Միտքովս քո ասացի հենց ընթացքում ես չի մտածել եմ, եկավ, բայց ֆիլմը տենց բան ցույց չի տալի, երևի ես իմ ասածը իմաստ չունի, բայց գուցե ինքը փորձում է իր մեղքերը քավի։ Ну, միգուցե, չգիտեմ, բայց Նարեկը ինքը այդպես բաների մասի Դե ամեն դեպքում սուրբ գիրք է, չէ՞, որ ինքը։ Այսինքն հա, նո, բայց sense անգլերեն լեզվով ասած շատ creepy է, էլի, երբ որ նրանք ասենք պատկերացրեք դուք ուսանողներ եք Երևանի պետական համալսարանի, գնացել եք թունել եք փորում, որ փրկվեք գյուղից եւ այլն, ունտեղ մի հատ ճուվակ նստած Նարեկ է կարդում։ Ասենք հա էլի ու հելնում ասում է ձեզ թունելը պետք չի հա Այսինքն հուշումները շուրջ բոլորը ու կասկածը տրիլերի օրենքների մեջ մտնում է իրականում Լսի այդ ախ մյուս անգամ աղբորս մասին արտահայտվելուց առաջ երկար կմտածես նոր բերանդ կբացես Դուք տղեկ եք Երևանի ԵՊՀ-ի համալսարանի ուսանող ԵՊՀ-ի համալսարանի ուսանող տղեկ եք բանը կանում ինչ որ ճուվակ ընդ Նարեկ ակարտում ասենք ու ձեր շուրջը արդեն ստրաննեսներ է տեղնա ձեր ընկերներից մեկը հաջորդ օրը ինձ թունավորվում մահանում է Հասմիկն ու Իզան չկան, գիշերը տուն չեն եկել։ Ինչ հայտնվել ենք ես գյուղում հետներս անհասկանալի ու տարօրինակ բաներ է կատարվում։ Հիմա այդ մի գրածս ասեմ երբ որ տեղի ունեցավ հենց առաջին մահն ու առաջին թաղումը հենց այն 13 փորված փորձերից մեկի մեջ մի հատ հարց չառաջացավ թե էս ինչ համընկնել համընկավ սենց եկանք մահացավ թաղեցին հեսա երկրորդը հեսա ու սենց մի այսպիսի տեսարան կար հետագայում մոտավորապես 4-5-րդ օրն էին իրանք այդտեղ արդեն մեկը առավոտյան հելավ մյուսին հարցրեց sense տխուր նստած է պերսոնաժներից մեկը արդեն չեմ հիշում որ մեկն էր երևի Դալիդայի պերսոնաժն էր ոնց որ նեկտար Էդգար Էտիկասը sense եկավ ասում է Հո բան չի եղել։ Հա, այդ նեկտարին եկել ասում ինչ է սենց տխուր հո բան չի եղել։ Արդեն 3 հոգի մահացել է։ Լուրջ նայում ենք ֆիլմը, այդպես գալի ես ու այդ պահին ես շատ իմ համար նույնիսկ անսպասելի սենց ծիծաղացի զալում նայելու ժամանակ ու հարց հնչեց դու տեղյակ ես որ 4 հոգի մեռել է ձերոնցից։ Թողներ են մեզ հետ նայողները այդ ֆիլմը, բայց իրոք շատ որտեղ տեղ չեն դեղելի ծիծաղներ կային, իսկ ասի տեղյակ ես ընդ ձեր կուրսեցիք են մահացե, ասած ունտեղ ինչ որ հետագայում էլ ինչ որ մի հատ պատասխան եղավ, այդ նմանատիպ հարցի սուտ կլինի, եթե ասեմ լավ եմ։ Հա, ու սենց ասեմ, շատ իրանք հասկանում եք, իրանք շատ ծայրահեղ իրավիճակում են։ Դու որ օր ես գնում, հայտնվում տենց վիճակում 14 հոգով ու սկսեն մարդիկ մահանալ, ու դու ուսանող ես։ Ու մի հատ իրանք սաղով մի հատ չեն հավաքվում, փորձում ջոգեն ինչ անեն, էս ինչա կատարվում, մանկուց եկած օրենք, ես ասում եմ, քրոջ երեխան նույնիսկ այս վիճակում որ հայտնվեր 14 տարեկան երեխա է։ Ինքը երևի կհասկա, ինքը ռուսախոս է, երևի կասեր, может надо держаться вместе, կասեր։ Ուրեմն ամեն երեկո մի պերսոնաժ կամ երկու պերսոնաժ մենակով հելնում անտառա գնում։ Ախր այ օրը 10 մեռն է։ Ասեք դուք գտնվում եք այս վիճակում, արդեն մարդիկ են մահանում ձեր միջից։ Դուք ո՞նց եք մենակով հելնում ման գա։ Մի հատ հելնենք գյուղում ման գանք երկու հոգով։ Արամ Ալեքս տղեկ Դուք շատ ոնց որ մեկը պետքա կողքից գար հուշեր իրանց կներեք դուք շատ վատ վիճակում եք հիմա գտնվում որպիսի գյուղում հելնեք մի հատ մատ գաք դուք պետքա սենյակում սենց իրար կողք կպած նստեք իրար հետ հանկարծ մեկիդ մի բան չլինի բոլորով իրար հետ զուգարան գնաք փորձեք գնալ սարից իջնելու ճանապարհ գտնել բոլորով իրար հետ զուգարան գնաք այսինքն ես նույնիսկ որ մտածում եմ հիմա դուք պետքա այսինքն երեկոյան բոլորիդ հաշվեիք մի հատ բոլորս էստեղ ենք որտեղ մենք շատ ոչ սովորական իրավիճակում են գտնվում ով է տեսե որ ինչ որ ճանապարհ սխալ լինի գնանք թունելը փակվի ու սկսենք մեռնել ակնհայտ է չէ՞ որ մի բան սարկած է այստեղ ակնհայտ է չէ Չես ցանցրանում ստեղ։ Չէ, շատ զբաղմունք կա։ Օրինակ գործ, դաշնամուր, մեկ էլ գրքեր։ ու տենց էլի հելնում ման են գալիս էլի մահանում են էլի տենց երկու բան է դու ասա Մեկը очень страшное кино չէ մեկը կրիկերում են 90-ականների շնորհիվ որ սա բան է չէ անում միշտ այդ կրիկերի վրա արախ ես մենակով ու ես ամբողջ ֆիլմ անընդհատ ոնց որ են բանը մի հատ նаш Russian պերսոնաժ կային որ հա տելևիզորի հետ է խոսում չեմ Բիլիկով Սերգեյ Յուրիևիչ Բիլիկով տենց մի բան տագանրոգից որ հա տելևիզորի հետ է խոսում ես այդ տենց առաջի անգամ եմ սմա կյանքում կինոթատրոնում որտեվ ես սովոր հա որ մենք միասին ենք գնում ամեն կինո չի գնում նայում էլի հա ցած արդեն ես էլ
ու այդպես խոսում է էկրանին արա դե ուր է գնում արա դե ինչ է կա հասկանում ես ինչ որ պրիմիտիվ բաներ օրինակ հիմա կարող է թվա կողից որ ինչ որ մանր բաների վրա ենք ուշադրություն դարձնում չէ դա թրիլեր է ինքը մանրուքներից բաղկացած ֆիլմ է հենց այդ է որ դու տեսնես ու հավատաս նրան ինչա կատարվում էկրանին դու պիտի բոլոր այդ մանրուքները օրինակ sense մի հատ բան էլ ունեի գրած նշեմ ասենք այդ որ գիշերը առաջի հիշում ես քեզ հենց մի անգամից առավոտը զարթնել են ու ցուրտ է ցուրտ գյուղա շատ ցուրտ ֆիքսացա որ ցուրտ է ֆիքսացա որ տունա որտեղ մարդ չի մնում իրանք այդտեղ ինչ որ պլեդերով ծակսեն ու իրանք գիշերը քնել են Տրուսիկ մայկայով։ Այսինքն չեն քնել այն ջինսեր, օրինակ ես դաժե չգիտեմ ընկերոջս դաչա էինք գնում որ մարդ շորերով է պարկում քնում էլի։ Իսկ հանած մայկեքով սիրուն սենց։ Հա, ասենք լրիվ տնային տնավարի ինչ որ վիճակ, ասենք այդ տենց մանր բաներն ա որ դու նայում ես էկրանին ու չես հավատում։ Սենց ասեմ, երևի գիրքը գրողը էսի կարար նաև տենց բան չաներ, որովհետև հա, կարող է գրքում նշում ընդհանրապես, բայց այս ֆիլմը նկարողը, որ նկարել է այս ֆիլմը, պետք է այս ամեն ինչին ուշադրություն դարձնել, որովհետև դու ի վերջո մեծ էկրաններ ես բարձրացնում, մարդիկ թվում է թե խելացի մարդիկ են այս ֆիլմը նայելու, ոչ խելացի, միջին խելացիության մարդիկ են։ Բոլոր խելացիության։ Ուրեմն այս սաստավը, այս երիտասարդների ումից արդեն ինչ որ մի քանի հոգի մահացել են եւ այլն, բանում բալկոնում նստած շախմատ են խաղում։ Շախմատ են խաղում, երբ որ ժամանակը վայելել են ուզում մարդիկ, ինչ որ մի ձև ժամանակ անցկացնել են ուզում։ Ես չեմ պատկերացնում, որ նմանատիպ իրավիճակում մարդիկ կարային նստեին ու շախմատ խաղային։ Միգուցե սխալվում են։ Հա, երկոքի մահացել, երկոքի կորել։ Չգիտեմ, հա, ինչ որ երկոքի չկան, երկոքի մահացել են, որ դուք նստեք շախմատ խաղաք, էսի ոնց որ ձեր առնեք են մահացածներին։ Մի պերսոնաժ տենց էր անում, միգուցե իրանից կարելի էր սպասել։ Հասկացնելու եմ։ Քիչ իդեպ քիչ դերասաններից էր ում խաղին գոնե հավատում էի։ Նո ինքը մի քիչ տենց այդ վիճակի մեջ լավ էլ գտնվում էր, համապատասխանում էր։ Այդ զույգը տենց լավ, ինքս այն աղջիկը միշտ ասում էր գնանք այստեղից բան էտել էր։ Շատ հետաքրքիր։ Այն նեկտար Էդգարը։ Հա, նեկտարը այդ լավ խնդացինք, այդ տրեյլերում էլ կա, որ ծանոթանում ես մա Էդգար ասում է նեկտար, այն կարքին հաղորդումն է, հիշում եմ, որ ասում է Արմեն, բարմեն, բարմենչիկ, եթե հանկարծ այդ սկեչը գտնենք, այդ կտորը կարելի է ստե դնել։ Էդգար։ Նեկտար։ Էդգար, տուն անցի։ Հենց այդ նեկտարը, բայց ու արդյունքում նեկտարը եւի ֆիլմի գլխավոր պերսոնաժն է։ Նու հա, որտեղ իր վրա շատ էին կենտրոնանում, աղջիկը լավն է, բայց իրականում իստում է, հա, ինքը տենց նու հանուն արդարություն խաղալու բան չկար ասոբը, այստեղ խաղալու բան ունեին այլ մարդիկ, ում թվում էր թե մի քիչ ավելի ուրիշ ձև պետքա լիներ։ Գնանք են Արթուր Դարփինյանին։ Հա, օրինակ այդ պահով ուզում եմ ասել, այդ առաջի սցեն, որ ասում ես Տայինի վեճերային է նման, էդի քեզ կինոյի ընթացքում չեմ ասել։ Խոսալուց, այսպես նստած է իրան, չգիտեմ, Մարտինը հարց է տվել, ու ինքը սենց է խոսում։ Ուսած անդադ գլուխը ֆրցնում է։ Ես չեմ պատկերացնում նախ սիտուացիա, որտեղ որ նստած է 14 ուսանող, ու իրանք իրար ընդհատելով չեն խոսում, բացարձակապես չեմ 4 հոգով նստում ենք, իրար անդադ խոսում են։ Երկրորդ որ մարդը ինչ որ մեկի հարցին պատասխանելուց, ուսած անընդհատ գլուխը էսյանենյան անի, կարող է դա փորձում են ցույց տալ, որ պերսոնաժը մի քիչ նիտո է, դրա համար չեմ շատ խորանում դրա վրա, բայց մեկը այդ նիվերոյի պահերից էր էլ։ Խոսամ ֆիլմի երևի թե ոնց ասեմ ամենավատ կողմի մասին, ամենավատ, ամենաաչքին զարնող, այսպես ասած, այս մարդկանց արտաքին վիճակների մասին։ Ուրեմն իրանք մոտավոր, նու այնտեղ չի ասում քանի օր անցավ ինչ եղավ։ Ենթադրենք մոտ մի ամիս կամ 2 շաբաթ։ 2 կամ 3 շաբաթ, որովհետև ասում եմ 15 օր էլ պետքա քանդենք դեռ կեսն ենք արել։ Այսինքն մենք ենթադրում ենք, որ 15-20 տենց ինչ որ օրեր են այստեղ։ Պերսոնաժներից մեկի գծած մորուքը ամենավերջի օրը այտենց գծած էր։ Ալեքսի թրաշը ընդհանրապես չէր եկել թրաշը, ընդհանրապես դու ասացիր, ուրիշ բան է թե ցույց տային, որ այս մարդիկ ելնում են։ Հա, օրինակ առաջի առավոտը հստակ ցույց տային, որ օրինակ Ալեքսը այդպես բզիկ ունի, ինքը պետք է շուշա թրաշը, օրինակ ցույց տային իրանց ինչ որ առավոտ կային է թրաշվում, հա, այս մյուսինը ցույց տային, ասենք ինչ որ քո ասած այդ վերջի առավոտ ելնում ցույց գծով ինչ որ բան Գիտես ոնց որ մեկը հավատալու չի, մանավանդ որ այդեն սիտուացիա, բայց ֆիլմը քեզ բացատրում, դու այդ հարցը կոպիտ ասած իրավունք չունես տալու կամ եթե տալիս ես, դու պատասխան ունես, քեզ ցույց են տվել, որ այդ պերսոնաժն այնց պերսոնաժ է, ով այտենց պունկտիկ ունի, դրա համար կարևոր է, վերջ։ Էս սենց ասեմ,
ամենավատը էս ամեն ինչի միջի ես հենց այդ պահին իր անունը ֆիքսեցի որ հետո որ այս մասին որ խոսամ բան կար Վարշամ անունով պերսոնաժ ինքն ոդքի խնդիր ունեցողներ չէ այ իր հիմնավորումը ամենալավն էր ոդքի խնդրի պատճառով նու կասկած էին ուզեց այդ գցել իր վրա տրիլերային լավ քայլ էր իրականում չէ տենց են անում ինչ որ մեկին ինչ որ հատկանիշ են տալիս որ դու ասես այ այս կաղացողը խի է լավ քայլում բայց պարզվեց որ ինքը կեղծ փաստաթղթեր է բանարել որ համալսարանում փող չտա բան հետի մեր դուրն եկավ հրաչի դուր հատկապես եկավ հիմնավորումը բավականին լավն էր բայց Այս վերջին տեսարաններից մեկի ժամանակ, երբ որ այս հենց Վարշավն է գալիս, որ Դալի տային ու են մյուս տղային համարյա բոլորը մահացել են ուժը մի ամիս անցել է ուժը, այս տղեն գալիս է որ իրանց փրկի, այսենց ժելեյով, այսենց գլխին կպած մազերով սիրուն են որ պրիչոս մի հատ մի միլիմետր խնդիր չկա պրիչոսկայի հետ Ես տենյատ բանը լեի նշել հենց սրա վրա, որ կոշիկները համակուր էին բոլորին։ Կոշիկներն համակուր էին, բայց այդ պահը են, որ այս մարդիկ կապած վիճակը, ասենց մեռած վիճակը այստեղ են իր այդ իդեալական պրիչոսկայով գալիս է ու տենց իրանց սկսում է օգնել, էդի արդեն ասենց ոնց որ քեզ բանանի, էլի արդեն ասենց գժվում ես նստած տեղդ, ասում ես, լավ, էլի գրքին չեն գնում դեպի ֆիլմին են գնում դեպի։ Հա, գիրքը չգիտենք ցավոք այս անգամ հետևող է պետք է դեպքերում, որ այս մարդը նայի, ասի, ժողովուրդ ջան, դուք արդեն 30-րդ օրն եք այստեղ, թվում է թե քո թրաշփտի մի քիչ տենց գեշ եկած լինի, քո մազերը մի քիչ պիտի խառնված լինեն, տենց ոչ թե այդ տենց իդեալական պրիչոսկայով բան լինի։ Ես նաև կառաջարկեմ գնալ ամենահետը, ամենասկիզբը, որի մասին չեմ խոսացել այսքան ժամանակ, իսկ արդյոք, այստեղ ինչն էր հարցը, փաստորեն այս մարդը, այդ դեղերն էր ներարկում այս մարդկանց մեջ, որ տեսներ թե այդ դեղը ոնց է աշխատում, պորֆիրիա, Պարֆիրիա։ Ահա, այդ դեղի վակցինայի կամ ինչ որ բուժման, ինչ որ վիճակի, այսինքն ամեն մեկին փաստորեն այդ թեյերի կամ դեղերի միջոցով տալիս էին, որ հասկանային ում վրա ոնց ազդում, որ այդ հասկանան։ Ահա։ Վակցինա գտնել։ Հա, հիմա հարց։ Արդյոք հնարավոր չէ հենց այդ առաջի գիշերը բոլորին միտեղ փակել, բոլորին այդ տարբեր բաներ սրսկել ու միանգամից այդ ամեն ինչը հասկանալ։ Արդյոք բացատրում դե ասա, ես, հա, ասած ես ասում եմ ինքը տարբեր փորձեր է արել, բայց ուզեցել է վերջ այս փորձը նրա վրա էր, որ իրանք բնականon պայմաններում լինեն։ Էդի ֆիլմը նշում է, էդի հստակ այդ միտքը բայց ամեն մեկի վրա տարբեր բան չէր կարա աներ։ Չէ, կապ չունի, ինչա պետք կապել, եթե ինքը ուզում է իրանց բնական վիճակում տեսնի, այսինքն ինքը ուզում է տեսնի բնական վիճակում մարդկանց, չէ, որ ստրեսի տակ, տենց ստրեսի տակ չլինեն, էլի, կամ չգիտեմ, միլիոնատ բժշկական բացատրություն, բայց ամեն դեպքում դրա բացատրությունը ֆիլմը տալիս է։ Որ հատուկ է ինքը տենց արել, որովհետև ուզեցել չի ուզեցել տենց կապի բանի, ուզեցել է իրանց մաքսիմալ բնական պայմաններ թողի։ Լավ, օքեյ, հա, լավ, դա օքեյ, թող տենց լինի, այդ սպանողը Ալեքսը ինքը ոնց ասեմ տրիլերներին բնորոշ ձևով չէ ինքը միշտ կորում էր ու հետ էր գալ ու իրանից ոնց էին փախնում հատկապես այն ժայռի տեսարանի ժամանակ այն որ ժայռի մոտ կանգնած այն աղջիկը ինքը այստեղ ամբողջ ժայռա ինքը կարա փախնի ցանկացած ուղությամբ կարա էնկոմ փախնի ինքը որոշում է իմенно Ալեքսի դեմով փախնի որ Ալեքսը բռնի իրան էսի մենք սպոյլ ենք անում հենց Ալեքսի պահով որ Ալեքսն է պլոտ այո հենց այն տղեն ով բան կրիկի այդ շուշաթրաշով տղեն ով որ կրիկի մչի այդ հանդերձանքով դե դեմքը այդ չի իրականում հա փակ դեմքով է ինքն է փաստորեն բոլորին սպանում ու ինչն է ուզում ասել հենց իրան կպած հենց իր կողքով է փախնում որ էսի բռնի իրան չգիտեմ դե սենց բաներ իրակ հասկանում եք դու ուզում ես սենց ես հատկապես ուզում եմ նենց բան նայեմ որ շատ լավ սենց ինձ բռնի ասեմ լավ ինչ է լինելու բայց ոնց որ այս մարդիկ ամեն իրանց երկրորդ քայլը անում են ավելի սխալ քայլ քան նախորդ քայլն էր այսինքն սխալը սխալի վրայից ավելի վատ սխալ ավելի վատ սխալ չգիտեմ իսկ գյուղից դուրս չգալու պահը ինձ թվում է մի հատ լավ առաջարկ ունեի ես իրականում իրանց քանի որ միևնույն այնց չի համոզել են բանը որ գյուղից անհնար էր փախնել թող այդ ժայռից կախվելով մի ձև իջնեին ինչ որ մի բան անեին չգիտեմ այդ ինչ կամ ոբշեմ հասկանում ես չէ ինչ եմ ասում կարելի էր ֆենտեզի անել ավելի շատ ինձ թվում է այդ թունելից հետո արդեն ուրիշ աշխարհ դառնար
Ես ֆենտեզի եմ առաջարկում, որ սա եղած լիներ, որ իսկականից անհնար լիներ տեղից դուրս գալ։ Ինչ որ մի տեղ է, որտեղից անհնար է դուրս գալ։ Մենակ այդ չերեզը թունել պետքա գնաս կամ չգիտեմ, ինչ չգիտեմ, որովհետև միևնույնն է, ինձ թվում է այն մարդիկ, ովքեր հասկանում են, այստեղ ինչ է կատարվում, իսկ գյուղը լավ էլ մեծ է, ասենց եւ այլն։ Դե նայ, եթե մեծ կադրով օրինակ հետաքրքիր բան ես ասում, բայց եթե քո ասած այդ մեծ կադրով ցույց տային, որ իրոք ասենց սաղ ժայռը ամենակ այդ սարի միջով փորած այդ տարածքն է, տենց հարց չէր առաջանա։ Տենց հարց չէր առաջանա։ Պլյուս մյուս հարցը, որը դու էլի չհամաձայնվեցիր այն ժամանակ, լավ ասում մեծ մարդիկ արդեն 20 օր, 15-20 օր այստեղ են։ Խիես մարդկանց ման չեն գալիս, հրաշքն ասեց, միգուցե ման են գալիս, գնացել են այլ գյուղերում են, բայց կամ օրինակ եկել են այս մյուս կողմից այդ թունելին են ռաստ եկել։ Հա, ոնց այդ թունելը չի երևում ոչ մի տեղ, այդ ինչ փլված թունել է, այն ավտոն ոնց այդ ավտոն գուցե բանը, դե ցույց են տալի, որ ընդհանուր կլիմայը հանած լինում, տոլի ինչ արած լինում անեքսը, այդ ավտոն գուցե արդեն այդտեղ չէր օրինակ որ ման էին գալիս։ Հա, միգուցե, բայց դե մեկը ուզում ասեմ, այսինքն այդ Սամվելը որ գնաց է թունելը տրաքցերը, կարող է այդ սահուլիկաներն հենց արել, այդտեղ ոչ որ բան մեկն չի, էդի հասկանում եմ իրականում, բայց այստեղ հարցը այլ բանում է կայանում։ Աշխարհի ամենալայնարձակ լանդշաֆտում չեն գտնվում, չէ՞, որ մի հատ նույնիսկ վերտալյոտով կարելի է դա, ասենք ամազոնյան չի, էլի, որ ճիշտ չեմ ասում, կամ ինչ որ Աֆրիկայի ինչ որ եսին որ այնքան անծայրածիր լինի այդ ամեն ինչը, որ անհնար լինի տեսնել այս ամեն ինչը գտնել։ Մի հատ վերտալյոտ նստեք, ասես գիտեք, չէ՞ որ այդ կողմ են գնացել, այն մի չգալացողի գիտեր, չէ՞ որ են գնում։ Որ հետագայում բարձվեց միշոն, բայց իրանք դսեղ չգնացին։ Հա, բայց միևնույնն է, դու վերտալյոտով այդ 50 կիլոմետրանոց բանը ոնց էլ նիկը տեսնես, չէ՞, այդ հատվածը ինչ որ գյուղ է։ Ինչ որ այդ գյուղը ինչ երկնքի տակ։ Բայց մեկը մարդկանց ոչ է տեսնելու, դե գյուղա։ Հա, այդ գյուղը ինքը երկնքի տակ է, չէ՞, ամեն դեպքում այդ թունելից հետո ինչ որ տայնի տեղում չի, չէ՞, ինքը։ Այսինքն ուզում եմ հասկանամ միթե ընդհանրապես անհնար էր իրանց հետքը բռնել, այսպես ասած, այս ժամանակաշրջանում ինչ որ իրանք գտնվել էին ու գյուղը բան էին։ Մի քիչ կդժվարն է, մարդկանց թվում է սպորնի բանն ես ասում։ Այդ մի իրականությունը կարանք ընդունենք, որ օրինակ չեն կարացել։ Իմ ասածը հենա, որ շատ մեծ տեղ չի, դա իմ ամբողջ ասածը։ Նույնիսկ 30-40 կիլոմետր ինքը շատ մեծ տարածություն չի ժամանակակից աշխարհի համար ու ինչի մասին նաև խոսանք, ինչի իրանք ճանապարհը չէին գնում։ Հա, ամենասկզբից այդ հարցը ճիշտ է լավ հիշացրեցիր, այսօր կակրաս բանարենք, որ ու ֆիլմի ընթացքում է առաջացավ։ Այդ ոնց է եղել 21-րդ դարի ընդհանրաբար զումեր ուսանողներ, որոնք առանց application-ով տուն են, որոնք application-ով տուն են իրանց գնում, չեն միացրել նավիգատոր, որ գնան հասնեն դսեղ։ Այսինքն իրանք գնում են այդ ամենասկզբից մոտս նույնիսկ միջև այդ պավարոտի պահը մոտս հարցեր առաջացել, էլի ոնց են իրանք գնում, որ հիմա նավիգատոր միացրած չի։ Նավիգատոր չմիացրած դու գնում ես ինչ որտեղ, որտեղ դու 10 միլիոն անգամ եղել ես, էլի։ Դու չես գնում ինչ որտեղ, որը ես որ միշտ տենց եմ։ Պլյուս նավիգատորը միացնում ես, որ մոտավոր ժամանակ հասկանաս երբ ես հասնելու։ Ես իրանք նավիգատոր չունեին, ըստ էի ենք այս սրա վրա ուշադրություն դարձնում, որտեղ այնտեղ ցույց են տալիս, որ այդ դսեղի պավարոտը որ կա, այնտեղ Սամվելը մինչև այդ գնում է այդ դսեղի պավարոտից նակը հանում է, բերում էս գյուղի մոտ է դնում, ու իրանք որ աչ են անում, այդ սխալ զնակով պավարոտ 40 կիլոմետր էր ինչ որ տես բան անում, հա։ Պավարոտ նիտուդայն է, հա։ Պավարոտ նիտուդայն անում, հա։ Լավ բան ասեմ, իրականում այս ֆիլմում ինձ սպանությունների պահը դուր էր գալիս։ Այդ երբ որ դանակը մտցնում էր եւ այլն ինչ որ արուն էր գալիս իրանց մահացած վիճակները, դիակները, տրուպները իրանք ինձ բավականին համոզում էին։ Ես սիրում եմ որ տրիլերը գեշ է լինում, էլի, ասենց ասած մարդիկ գեշ են մահացած լինում, ոչ թե ասենց սիրուն են մահացած լինում, ու հատկապես երբ որ արունը հոսում էր, տենց ինչ որ տենց արյունից արյուն զգում էր, ես մի քիչ հայկական կինոներից վախենում եմ ասենց բաներ նայելուց, որովհետև ես ինքս էլ դեռ մեծ փորձ չունեմ այս հարցում, այդ պահը մի քիչ խնդրահարույց է ինձ թվում, բայց հա այդ արյունը եւ այլն ինձ բավականին համոզում էր, այդ տրիլերի բանը գալիս էր, էլի, ոնց որ աուրան vibe-ը գալիս էր։ Դերասանների խաղից մի քիչ խոսանք, սոս իրականում լավ էր խաղում։ Այս գյուղում մարդիկ շուշուտ են կորում։ Հատկապես այն անտարի տեսարանում վերջում, երբ որ պետք է աղջկան բռներ ու տենց տարօրինակություն է ասում է Սամվել Ձյաձյան ինձ բան կասի, եթե չէ, դա բավականին այդ բանը կար, նո տենց շատ անելիք չուներ իրականում, իր համար հեշտ էր։
այստեղ ոչ այնքան խաղից պետք է խոսամ, այլ այդ կերպարի ձևից։ Օրինակ Արթուր Դարփինյանի պերսոնաժ ինձ թվում է մի քիչ ավելի խելագար պետք է, ավելի գիժ պետք է լիներ, ասենց ասած։ Այն ժամանակ երբ որ ինքը գնում է կնոջ դիակի, դե դիակը ո՞րն է որ պարկած է, չէ՞ ինքը իր մոտ երբ որ գնում է ինձ թվում է սկսում է խոսալ, ինչ որ ծիծաղում է, այտենց ինչ որ բան անում, բայց ինձ թվում է ինքը այստեղ ավելի, այսպես ավելի ժարգոնային ասած, ավելի կտցրած տպավորություն պետք է թողեր, շատ տարօրինակ հայացք պետք է ունենար, շատ sense, որտեվ ինչ եմ անում, ես մահացած կնոջ մոտ եկել եմ, չեմ թաղե իրան, չէ, այսինքն այդ ինքը իրան համոզել է, չէ, այդ ամեն ինչ ոնց են լինում են Գանիբալ Լեկտերի մեջի վիլեյններից, դեպի ինքը մոտավորապես այդ տեսակի վիլեյն է, չէ, այսինքն ինքը շատ ավելի գիժ պետք է երևար այստեղ, քան երևաց, այսինքն պիտի խաղար, որ խաղում է adekvat, այն միջև այդ բանը։ Հա, այսինքն պետք է ասենց շատ տարօրինակ հայացք աներ, ինչը իսկ ինքը շատ սովորակ, այնտեղ շատ մի հատ լավ տեսարան կար, որ դե որ ֆիլմը որ նայում ես հասկանում ես էլի, որ դե Smart-ն է, էլի ինչ անում է Smart-ն ու իր շրջապատը հրաչը նույնիսկ ասած Ագաթա Կրիստիի նման ալնելու են, որ ամբողջ գյուղն է մարդկանց սպանում, դե այդպես էլ դուրս եկավ իրականում այն որ ասում են 4-րդ թե 5-րդ մարտն արդեն կորը եւ այլն ու գալի ու ջղայնանում ավրեքները հո երեխեք չեք ինչ եք գնում ամեն մեկը տիրություն արեք ինքները ձեզ գնում մեկը տնտեղ եք կորում մեկը տնտեղ եք կորում ես չեմ կարա ձեզ հետևեմ բայց բավականին զավեշտալի էր կարելի ասել այդ պահը մի հատ sense էլի բացասական բան հիշեցի ֆիլմի վերաբերյալ երբ որ այնտեղ մի պերսոնաժ կա որի անունն է Էդգար ինքը Նեկտարին Դալիտայի պերսոնաժին ոնց որ sense համակրանք է իրանց մեծ առաջանում sense ոնց որ մեղքը գալիս են կամ ինչ որ չի ուզում որ այս մարդիկ գտնվեն այս վիճակում բան այսպես սիրարվում է Նեկտարը հա միգուցե եւ այո հա մենք երկար ժամանակ մտածում էինք որ այդ շորերով հագնված բանը հենց ինքն է սպանողը ինչը շատ բան կլներ չէ որ այս տղենով որ sense ինչ բանաստեղծություններից է խոսում ցիտում են իրար մեկը մյուսին գյուղում քայլելու ժամանակ, չգիտեմ, խի են գյուղում քայլում նրանք, ոչ եմ։ Դերման են գալու, այնպես բուկֆրասկոֆրասնես բաներ կասես։ Մի խոսքով, մտածում էինք ինքը կարա լինի, բայց պարզվեց ինքը չէր իրականում։ Ինչն է ուզում ասեի, միտքս Էդգարի հետ։ Հա, երբ որ ինքը Դալիտային ասում է, փախեք ասում է այս գյուղից փախեք, ձեզ սպանել են ուզում, պետքա գնաք, չպետքա մնաք այստեղ եւ այլն, դրանից հետո այս պերսոնաժը, ում որ այդ գյուղից մեկը եկե ասելա ձեզ սպանելու են ու արդեն մի քանի հոգի մահացել են, չէ՞ այդտեղ։ Հա, դա արդեն կեսերն էր ֆիլմի, այսպես ասած։ Երկու հոգի հստակ գիտեմ, որ թունավորվել է, մի քանի հոգի կորել է, ասում է ձեզ սպանելու են, փախի այստեղից, բոլորին ասա թողնա։ Այս պերսոնաժը գնում է տուն, այդ տունը, Զաբրոշնի տունը, նստում է սեղանին ու sense բանով ցույց է տալի ոնց է ամբողջ օր անցնում ոնց են մնացած կերպարները գնում գալիս իսկ պրոստետ էին ուզում նկարեին հա այդ նկարը տրյուկն էին ուզում ցույց տային բայց այս մարդուն հենց նոր ասել են թե փախի այստեղից ձեզ սպանելու են ինքը մի ամբողջ օր գնում էսպես նստում մտքերով մտածում է ինչ որ բաներ է անում որ ինչ է մտածում է ոնց ելնեմ ասեմ որ պետքա փախնել այս գյուղից ձեզ հենց նոր ասեցին որ պետքա փախնել այս գյուղից ու ոչ թե ձեր մեջից այլ հենց այդ գյուղի բնակիչներից մեկը ինքը գնացես էս նստել է երկար մտածում է դե գուցե բացարձակապես համաձայն եմ բոլոր տառերի հետ որոնք նոր հնչեցին գուցե բանա էյֆորիա չէ դրա հակառակը շոկա մի խոսքով իր մոտ գուցե տենց ինչ որ բայց դա էլ ինչ որ ձև պիտի բացատրեին ցույց տային դա ցույց չի տվել կարանք տենց ենթադրություն օրինակ անենք բայց կարող ենք նաև չանենք ոնց որ գիտասում են սպանում են այս ասաղին դու գնում ես որտեվ իրանք շատ վատ վիճակում են գտնվում հասկանում ես ես հələ մի հատ մարտիկ վերցնեն իրավիճակը իրանց վրա օրինակ հլարի մեր վրա վերցնենք իրավիճակը գնացել ենք ինչ որ առանց GPS-ի հա իդեպ երկար ժամանակ այնտեղ փորձեցին բացատրել որ կապել չկա այս գյուղում Գյուղի որ հատվածում կապ կա զանգելու համար Ստեղ կապ չկա ու ասում է գյուղում բոլորից գիտենք ասում է կապի կարիք չկա գոռալով ենք բայց քաղաքի կամ գյուղի չէ մարզ կենտրոնի հետ կապ երևի պետք է երևի լարով հեռախոս պիտի գոյություն ունենա ամբողջ ընթացքում էդ էլ էի մտածում որ գուցե լարով հեռախոս պիտի ասում է ոչ մի բան լինում է ես եմ մեքենայով տանում եթե հա էլի ու հիմա այդ լարով բանի վրա մի քիչ խորացա օրինակ ինչ վատ
սյուժետնի խոդա, ասենք ասում է հա լարով հեռախոսկա գյուղում, սրանք գնում են, զանգում են ու խոսակցության ընթացքում կապը կտրվում է։ Ասենք ինչ որ ձև բացել են, որ միակ հեռախոսն է, քանի որ պետքա մարզ կենտրոնի հետ կա, կտրվում է թրիլերական ստանդարտ խոդ, բայց որը որ քեզ ավելի ապրագ է տալի, է սրանք են սկսում կասկածել։ Իխոսքով տենց բաների վրա։ Իրականում ես ասեմ, ֆիլմը ես հենց նոր կենտրոնացա այդ մտքի վրա, որ ֆիլմը իրականում բավականին նման է իդենտիֆիկացիա ֆիլմին, identity ֆիլմն է, որտեղ Ջոն Կյուսակը կա, այնտեղ Ռեյ Լիոտան կա, շատ նմանակառուցվածքով, որովհետև այնտեղ իրանք հավաքվում են մի վայրում։ Սփոյլը բայց չանես։ Չեմ անի գլխավոր սփոյլը, որ ասեցի, հա, որովհետև չէ, ինձ շատ լավ ֆիլմ է։ Դա անպայման նայեք։ Հա, անպայման նայեք, այդ դες էլ անպայման նայեք, ոչ չէ։ Այնտեղ շատ նման է, այնտեղ ինչ որ ուժեղ ջրհեղեղ է լինում, անհնար է լինում այդ հատվածից դուրս գալ, բոլորը ինչ որ մոտելի տարածքում են հավաքված լինում, ոչ մի կողմից հնարավոր չի լինում դուրս գալ, շատ նման է այս ամեն ինչին, միգուցեև հեղինակը ոգեշնչվել է այդ բանից, որովհետև շատ նման է, բայց այնտեղ գլխավոր սփոյլը չանենք, այնտեղ իրավիճակը շատ արդյունքում այլ է։ Շատ այլ է իրավիճակում, արդյունքում ես ճիշտն ասած ֆիլմից ինչ է, ինձ թվում էր ինքը տրիլեր է, որպես իսկական sense մթնոլորտային այդ վիճակից ելնելով։ Ես կառաջարկեի ֆիլմը նկարած լիներ ավելի շատ դեղին գույնի մեջ, ֆինչերական ինչ-որ բաներով, ավելի շատ True Detective-ի առաջինի նման, եթե ոչ այդքան դեղին։ Ցավով պետք է նշեմ իրականում, մենք օրինակ մեր անցած թողարկման ժամանակ ասացինք, որ Զոնտիկը production design եւ այլն լավ էր արած, այս ֆիլմում լավ չէր արած իրականում, ֆիլմը նկարած էր ինչ որ կապույտ սպիտակ գույների մեջ, որը ուղակի կամերայի setting էր, ինձ թվում է ոչ թե մտածված, հա, այսինքն ուղակի այդպես էր դրած, այդպես էր նկատը նես չի որ էլի տենց մտածած էր թե ոնց ինչի մեջ պետքա, ինչ մտնոլորտի ու տրամադրության մեջ պետքա ուղղակի ինքը նկարած էր ես ֆիլմը նայելու ժամանակ հրաչին ասում էի հրաչ ես տրիլերի աուրա չեմ զգում այս ֆիլմից այս ֆիլմը ինչ-որ դրամատիկ ինչ-որ վիճակներ է բայց մարդիկ մահանում են կարային եւ չմահանային այսպես ասած եթե չգնային ուզում եմ ասեմ ես որ միշտ ասում եմ production design-ը լավն էր, հայկական օպերատորական շկոլան շատ ուժեղ է իրականում, բայց այս ֆիլմի օպերատորական աշխատանքը ինքը շատ այդպես չհամոզեց, մի քանի հետաքրքիր կադր կար, ինչը նույնպես այդպես եսի ինչ չէր, էլի, այսպես ասած, հիշում ես Զոնտիկում մենք ինչքան էներգու կադրը, որ sense կային երկուսը մեկի դեմքը մի կողմից, այդ տեսակից ինչքան էլ այնտեղ էլ սյուժետային ինչքան խնդիր կար որ ասել ենք, չէ, բայց այստեղ թվում է թե շատ չէին կենտրոնացել քրաֆթինգի վրա, էլի, այսինքն այդքան սիրուն տեսարան ստանալ, այսինքն ունեին երկու շատ հայտնի դերասան, ովքեր պալյուբոմ ֆիլմը առաջ էին տանելու, ինչ որ երեխան այդտենց էլ ստացվում է փաստացի, հա, բայց ֆիլմի որակը որպես motion picture այսպես ասած, չէ՞ որ ասում են բարձր պահելու այդ խանդավառությունը այս սաստավի մեջ չէր եղել, այսպես ասած, իրանք ոգևորված գնացել են, որ ասի, դու դե գյուղ էր, չէ՞, ինչ որ գյուղում էին նկա, դու պատկերացնում ես այդ գյուղի մարդկանց բանը ոգևորությունը, որ իրանք գյուղում ֆիլմ են նկարում, ինչ sense գնացել են, sense բան են արել, в общем, ինձ թվում է ֆիլմը պետք էր ավելի շատ ֆիլմ ստանալ, քան ինչ ստացվել է, էլի իրականում, այսպես մենք իրականում ասում ենք, բայց գիտենք որ ամբողջ ազգը գնալու է նայի։ Ու թող գնանա, իրականում էսի մի հատ լավ միտք էր ասել, քո միտքը բարձրաձայնեմ, որ իմ կարծիքով շատ լավ է որ sense ֆիլմեր են նկարվում։ Ինչքան էլ մենք տխուր էինք, հա, հիմա ինչ որ հարցեր մենք ունենք, ինչ որ մարդիկ էլ հարցեր չեն ունենալու։ Դա լրիվ նորմալ է, ցանկացած ֆիլմ, ցանկացած ստեղծագործություն այդպես է։ Ու լավ է որ sense, այսինքն լավ է որ վերջին մի քանի ամիսը գոնե ցույց է տալիս, որ մենք հիմա անուններ չտանք, բայց մենք հեռանում ենք Չէ, մի տուր։ Մենք հեռանում ենք կամ գոնե փորձ ենք կատարում հեռանալու ու հուսանք կհեռանանք այն անիմաստ կոմեդիաներից, որոնք որ միլիոն հատ ուրիշ ֆիլմերի, օրինակ Mrs. Doubtfire-ի կամ Dom Большой Мамочки ֆիլմ կենք բարձրացային, բայց անեք կա, կամ Самый лучший ֆիլմի ռուսական ռիփոփ, այսինքն որոնք ուղղակի ռիփոփներ են, այլ մենք ինչ որ հեղինակային, այո, ինչ որտեղ լավ, ինչ որտեղ վատ, ինչ որտեղ հարցեր կան, ինչ որտեղ հարցեր չկան, բայց ֆիլմեր ենք տեսնում։ Ու եթե այսպես էլ շարունակվի, գուցե
5-10 տարուց կամ գուցե մյուս տարի կամ գուցե այս տարի, հա, արդեն ինչ որ ֆիլմեր սկսեն դուրս Ես քեզ ասեցի այն ժամանակ, հա, սա տրիլերի միգուցե առաջին փորձերն է Հայաստանում, որ տրիլեր ստանաս, միգուցե ինչ որ մարդիկ կնայեն այս մեր հաղորդումը, ինչ որ հետևություններ կանեն եւ այլն, մի քիչ այլ աուրա էր պետք ուղակի այս ֆիլմին, մի քիչ ավելի այդ որ զգայիր, սովորական ֆիլմի ինչ որ կադրեր էին, որի մեջ սպանություններ էր տեղի ունենում։ Ես շատ գոհ եմ, որ sense tendency կա հիմա, թող այս տրիլերները գնան, մի հատ ուրիշ բան կար, ինձ թվում էր Ռուբեն Եսայան ինքը այլ տեսակի բաներ ա գրում, ես չգիտեմ, ծանոթ չեմ ընդհանրապես նրա, միգուցե պետք է մի հատ գիրքը վերցնել, նայել, տեսնել ինչա մեջը կատարվում, ես մտածում եմ ինքը այլ բաներ ա գրում, բայց փաստորեն այս տեսակ բաներ ա գրում, իրականում ինձ թվում է ինչը որ այստեղ այդքան էլ բացատրած ու համոզած չի մեզ, միգուցե գրքում ավելի լավ է համոզած։ Հա, հետո այդպես մանրուքներ կան, որոնք գրքում չի այլ օրինակ հակուսների արտաքինը, հա, դա գրքում դժվար էլ բան, դա հենց ֆիլմը նկարելու նրբություններից է, որ դու այդտեղ պիտի ուշադիր լինես ու ինչ որ բան ուզում ես։ Հա, այդ աուրայի տեսանկյունից նախ չկա սապերիզրվանյա պերսոնաժների, մենք դրանից մի օր առաջ Mortal Kombat էինք նայում, այն որ հաստատ Mortal Kombat-ը, պատկերացեք Mortal Kombat-ը, ինչ է դրանց։ Mortal Kombat-ում ավելի ձիգ էինք նստած, որտեղ չգիտես համար ահավոր անհանգստանում։ Հա, որտեղ չգիտես հեսա ինչա լինելու, ով ամանալու, ով ասաղ մնալու, ինչա բան։ Իսկ այստեղ դա չկար իմ համար անձամբ, գույնը շատ լավ բան ասում, հավելեմ իմ համար անձամբ այդ փոքր բաները, որոնք ես ստիպում են չհավատալ տեղի ունեցողին, դու արդեն այդ նապրյագը ավտոմատ կորում ես։ Իհարկե, հա, որտեվ դու արդեն երբ որ մի նիտո բան ես տեսնում, դու արդեն հաջորդ նիտո բանին ես սպասում, հա։ Նույնիսկ ակամա գուցե ման ես սկսում գալ։ Արդեն սկսում ես ման գալ, որտեվ այդ արդեն մտնում է, էլի քո մեջ sense։ Հա, հես սրա մազեր ես ինչ վիճակա կար, հես այն մյուսն է նոր լողացած կգա սիրուն, այդ բանը մոտդ կլինի։ Հա, տենց ֆիլմ որ ոնց կարելի է այս վիճակի այս ամեն ինչի մեջ ժելեով գլխին քսած տղագա ֆիլմի ամենավերջում ով գտնվել է ամբողջ ընթացքում այդ տարածքում կարծում եմ երևի միգուցե գիրքը այս խնդիրները չի ունենա ինձ թվում է կարծում եմ մի քիչ ավելի փորձառու ու լավ ռեժիսոր պետք է նկարեր այս ֆիլմը միգուցե եւ գուցե դե չեմ տենց ինֆորմացիա ես էլ չեմ տիրապետում հա որտեվ զուտ ֆիլմի բանով եմ էլի ասում բայց փորձի համար ես շատ գոհ եմ որ տրիլեր ենք ի վերջո որոշել նկարել, տենց շարունակենք։ Ես իմ եւս մեկ դրական բան նշեմ, իմ համար անձամբ, չեմ հիշում, ոնց որ չեմ հիշում համաձայնվել էր թե չէ, բայց ես միտքը էլի բարձր, զուտ ընդհանուր սյուժեի տեսանկյունից, ընդհանուր, հա, այսինքն մանյակա, տարածքա, մանյակի մոտիվացիա եւ այլն, այդ տեսանկյունից միտքը շատ էր դուրս եկել, այսինքն իմ կարծիքով այդ մտքի շուրջ հնարավոր էր շատ լավ պրոդուկտ ստանալ։ Քանի որ գրքին չենք տիրապետում, չգիտենք, հուսան գիրքը շատ լավն է, բայց ֆիլմ նկարելուց ինձ թվում է այդպեսի միտքը, եթե կա այդպեսի գաղափարը կա, ինքը իմ համար ոչ մի սյուժետնի դիռա այդտեղ չկա։ Մարդը սիրահարվել էր, սիրահարվածը հիվանդություն էր, մարդը ուներ հմտություններ այդ հիվանդությունը բուժելու, մարդը գժվել էր ու փորձում էր գիժ ձևով այդ հիվանդությունը բուժել։ То есть это ես տենց ինչ-որ այո, բայց հիմա ֆիլմի ավարտի վերաբերյալ մի հատ բան ասենք, այնտեղ ֆիլմի ավարտին Դալիտայի պերսոնաժը Նեկտարը չտեսանք ինչ եղավ։ Ես իմ հիշելով ինքը ուղակի փախավ կորավ, բայց այնպես էր ստացվել, որ փաստորեն հենց իրան ներարկած այդ դեղը, իրան չէր սպանել, հետեւաբար միգուցե եւ աշխատել էր, չէ՞։ Բայց դուրս է գալիս որ 15-20 տարի հետո նոր տեսարան է սկսվում ու ինչ որ ավտոբուսով Միշոնը հայտնվում էստեղ։ Ով ֆիլմի սկզբում մի հատ այն պերսոնաժն է, ով պետք է գնար ու չգնաց, հա։ Ու այստեղ արդեն էլի այդ նույն մարշրուտկեն են նստում, ոնց որ դաժե նույնն էր, գիտես, չեն կենտրոնացել, կարող է նույն ֆորտներ, կարող է նույն ֆորտներ։ Ասում է ձեզ տանելու եմ այստեղեր, որ չգիտեք եւ այլն, ու դուրս է գալիս որ էլի են մարդկանց հավաքում ու այդ նույն տեղը տանում։ Հիմա հարց, այն ժամանակ որ Նեկտարի այդ սրսկածը աշխատել էր էլ նոր մարդիկ էլ խի են տանում, դա մի քիչ բաց հարց մնաց։ Կամ չէր աշխատել, կամ Նեկտարը կորել է։ Հիմա մի քիչ sense մնաց, էլի այդ հարցը, թվում է այնտեղ նպատակին հասա, որտեվ այստեղ էս բանն ասում է, որ իմ կուրսեցիներն էին, իրանք այդպես էլ չհայտնվեցին, հիմա գնում եմ այնտեղ, որ այդ թողեմ բան, մի քիչ տրամաբանական բան ասում, ոնց որ վախի առաջ դուրս գաս, այդ լավ ասում, հա, բայց դուրս եկավ, որ այն ժամանակ լուծվեց այդ հարցը, բա հիմա էլ խի են տանում։ Այս հարցը որ միգուցե պետքա պատասխան ակնկալվի, այսպես ասած։ Գուցե, այո։ Դե ինչ, երևի
Էլի ասեմ, գնացեք նայեք այս ֆիլմը, այս ֆիլմը մեծ աշխատանք է տարած, իրականում գնացել են գյուղ ամբողջով աշխատել են, 2 ժամ պլյուս տրիլեր 2 ժամ 15 րոպե, հա, միևնույնն է պետքա գնալ նայել, հասկանալ, դասեր քաղել, փորձել ավելի լավը նկարել, ու ամեն դեպքում սատարել տեղական արտադրությունը այն տեսանկյունից, որ 1, 2, 3, 4-ը գուցե արդեն բավականին լուրջ, բավականին որակյալ պրոդուկտ ստացվի։ Այո։ Իսկ հիմա ասում անցում չկատարենք, ինձ թվում է իմաստ չունի շատ խոսալը, ուղղակի զուտ սենց որպես ակնարկենք, որ այս օրերին, ասում գլոբալ հարցի անցնենք, շատ գլոբալ հարցի, այս օրերին սկսվել է Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացումը YouTube-ով ես երեք նայել եմ ու ժյուրի նախագահն է Պարկ Չան-վուկը, ոնց այս տարի Օսկարի նոմ չեղավ իր ֆիլմով, բան չխոսանք այդ մասին, ուղղակի մի բան ակնարկեմ, որ ամենայն հավանականությամբ մեր մյուս թողարկման ժամանակ մենք կխոսենք հենց Կաննի փառատոնի մասին, ինքը ավարտված կլինի եւ այլն, եւ հենց այդ ժամանակ մենք միգուցե եւ կքննարկենք Բարև ես եմ ֆիլմը, որը Կաննի այն ժամանակ պալմա չէր, Grand Prize է եղել, ոնց որ գլխավոր մրցանակի Կաննի գլխավոր մրցանակի հավակնորդ է եղել, ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի, ի վերջո մենք էլ լավ ավելի ուշադիր կնայենք կլասիկ հայկական ֆիլմ, որը Կաննի նոմինանտ է եղել, Կաննը կխոսանք ու այդ ֆիլմից կխոսանք, ինձ թվում է բավականին հետաքրքիր կլինի։ Այո։ Իսկ մենք լավ հայկական ֆիլմերի սպասումներով կլասիկայի ակնկալիքներով եւս ասենք, որ երկանկյունին այսօր այսքանն էր։ Եթե ցանկանում եք էլի տեսնել մեր չափազանց հետաքրքիր հաղորդումները, ապա բաժանորդագրվեք երկանկյունին։